Ներողություն, խնդրեմ։ Այսօր Ադրբեջանից նշել են, որ խաղաղության պայմանագրի կետերից մեկն էլ պիտի լինի այն, որ Բաքվում տեղի ունեցող դատավարության հարցով Հայաստանը համագործակցի իրենց հետ։ Ինչպես է դուք պատկերացնում եք համագործակցությունը, արդյոք Ադրբեջանի պահանջը, որ Հայաստանում գտնվող այն մարդիկ, ովքեր մասնակցել են Արցախյան պատերազմներին, պիտի արտահանձնվեն Ադրբեջան, դուք ինչ-որ կերպ պատկերացնում եք։ Գիտեք, նախ ձեր ձևակերպումը չեմ կարծում, թե ճշգրիտ է, որովհետև այնինչ պետք է լինի խաղաղության համաձայնագրում, արդեն իսկ կա խաղաղության համաձայնագրում, եւ ուզում եմ ընդգծել, որ խաղաղության համաձայնագրում միակողմանի ոչ մի դրույթ չկա։ Սա շատ կարևոր ընդգծում է։ Այսինքն խաղաղության համաձայնագրի նախագծում չկա մի դրույթ, որ վերաբերվում է Հայաստանի Հանրապետությանը եւ չի վերաբերվում Ադրբեջանին։ Դա է պայմանագրի էությունը եւ ցանկացած իրադրության առումով կարելի է նման մեկնաբանություններ անել։ Ես հիմա եւ ուզում եմ ասել նաեւ, որ ըստ էության ես այդպիսի մեկնաբանություն չեմ տեսել եւ նաեւ չեմ մեկնաբանի ձեր փոխանցմամբ ամենայն հարգանքով, որպեսզի թյուրըմբռնումներ չլինեն, բայց ելի եմ ասում, խաղաղության համաձայնագրի նախագծում չկա մի դրույթ, որը վերաբերվում է կողմերից մեկին, բոլոր դրույթները վերաբերվում են արտահանձնման վերաբերյալ որևէ դրույթ խաղաղության համաձայնագրում չկա։ Ես չեմ կարող մեկնաբանել որևէ բան, որ ես ինքս անձամբ չեմ լսել, որովհետև ասում եմ ամենայն հարգանքով պետք է ինքս ծանոթանամ, թե ինչի մասին է խոսքը։ Խնդրեմ։ Փաշինյան երկար ժամանակ այդ երկու դրույթների շուրջ բանակցություններ կային եւ Հայաստան ըստ էության չէր համաձայնում։ Քիչ առաջ ինչպես փոխզիջում բառը, ուզում եմ հարցնել, որն էր այդ փոխզիջումը, ինչ է ստացել Հայաստանը համաձայնելով այդ երկու կետերին։ Եվ օրինակ ասում եք չկա մի դրույթ, որը միակողմանի է, բայց օրինակ եվրոդիտորդների հետ քաշումը կարծես թե միակողմանի է։ Գիտեք, խաղաղության համաձայնագրի նախագծում եվրոդիտորդների մասին ոչ մի բառ, ոչ մի նախադասություն չկա։ Ներողություն եմ խնդրում։ Խաղաղության համաձայնագրում կա երրորդ երկրների ուժերի տեղակայման մասին։ Սա նշանակում է, որ խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց, ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը, երրորդ երկրների ուժեր չպետք է տեղակայեն սրանից բխող բոլոր հետևանքներով։ Ես չեմ կարծում, որ ձեր տեղեկատվությունը այդ առումով ամբողջական է։